չեմ վախեցել ընդհանրապես, բայց դժվար է եղել։ Կա ինչ որ մի հատված կյանքում, որ դու զգում ես, որ դու այդտեղ սպառվել ես։ Չվախեցրեց արդյոք այդ մարտահրավերը ձեզ։ Տեսակով վախկոտ չեմ։ Սովորում ես թիմային աշխատանքին ու ապացուցել, որ այո, քո խոսքը տեղին է։ Հետևաբար դու կլինես այնտեղ, որտեղ որոշում կայացնողներն են։ Պարզ լինի, թե որն էր ձեր գործողությունների մեջ գերակա շահը։ Գերակա շահը միանշանակ դա մեր բնակիչների շահն է։ Շատ հեշտ է բնակչի հետ աշխատելը, երբ որ դու ուզում ես, որ իրեն օգնած լինես։ Ցայք հեռուստաընկերության եթերում բաց տեքստով հաղորդաշարն է։ Այսօր մենք խոսելու ենք համայնքային ծրագրերի, համայնքային զարգացման ծրագրերի եւ դրանցում կանանց դերի մասին։ Այսօրվա մեր հյուրն է Ախուրյան համայնքի զարգացման ծրագրերի, туриզմի, առևտրի, սպասարկման եւ գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Մկրտչյանը։ Բարև ձեզ Հասմիկ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ողջույն Լիլիթ, շնորհակալ եմ հրավերի համար։ Հասմիկ, իրականում այս բավականին երկար բաժնի անվանման մեջ ուզում եմ առանձնացնենք այն հատվածը, որի պատասխանատվությունը հիմնականում ձեր աշխատանքի ընթացքում կրում եք։ Որպես բաժնի աշխատակից եւ գլխավոր մասնագետ հիմնականում առնչություն ունենք ոլորտի բոլոր կետերի հետ, հա, գոնե վերահսկողության մասով, բայց առանձնացնեմ կոնկրետ զբոսաշրջությունը, որովհետև որպես համակարգող անմիջապես համակարգում եմ ոլորտը եւ նաեւ համապատասխանում եմ կրթությանը եւ նպատակներին եւ սիրով կատարում եմ այդ աշխատանքը ավելի շատ։ Այսինքն, որպես Ախուրյան համայնքի զբոսաշրջության ոլորտի համակարգող, դուք ձեր ամենօրյա աշխատանքային գործընթացի ընթացքում փորձում եք գտնել այն կարևոր տուրիստական նշանակության ռեսուրսները, որը ունի Ախուրյան համայնքը։ Բավականին խոստումնալից է լսվում այս ամբողջը կողքից եւ ես ուզում եմ մի փոքր մանրանանք եւ հասկանանք ինչպիսին է ձեր աշխատանքը, սովորական միջին վիճակագրական առօրյան։ Ինչպես գիտենք, Ախուրյան խոշորացված համայնքը իր մեջ ներառում է 33 բնակավայր եւ ինչպես Առաջին քրիստոնեությունն ընդունած ազգ, բոլոր բնակավայրերում ունենք եկեղեցիներ, որոնցից մի մասը խոնարհված են, ընդհանրապես հետքն անգամ չի երևում, մի մասը վերակառուցված, վերականգնված է եւ ունենք նաեւ խոնարհված եկեղեցիներ, որոնց մի պատն է երկուսը, որոնք ավելի մեծ արժեք են իմ կարծիքով ներկայացնում, որովհետեւ երբեմն վերակառուցման ժամանակ փոխվում է հոգեվոր արժեքը եւ զբոսաշրջային տեսանկյունից կորցնում է իր առավելությունը, այսպես ասած, եւ դրանց բացահայտման եւ ճանաչման գործընթացում շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք ճիշտ ներկայացնել եւ ճիշտ պրոպագանդել որպես զբոսաշրջային ռեսուրս, ոչ միայն պատմամշակութային եւ ընդհանրապես մշակութային։ Ինչպիսի ծրագրերի կարող ենք անդրադառնալ, եթե փորձենք մի քանի կարևոր ծրագրեր առանձնացնել։ Տեսեք, զբոսաշրջության մասը առանձնացնելով կառանձնացնեմ նաև զարգացման ծրագրերը, որը իր մեջ ներառում է սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաև դրամաշնորհները։ Այսինքն այդ ծաղվալուն ահռելի աշխատանքը, որը կատարվում է համայնքում, գյուղերում, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ, զարգացումներ, այդ բոլորը մեր բաժնի գործառույթների մեջ է ներառված։ Հետևաբար օրը սկսվում է գրություններով, բնականաբար դրանց անդրադառնալով, պատասխանելով այդ փաթեթները կազմակերպելով, որոնք շատ պատասխանատու են ժամկետում իրականացնելը։ Որ կետից դուք մի օր որոշացիք, որ պիտի զբաղվեք համայնքային գործունեությամբ, ինչով եք մինչ այդ զբաղվում եւ ինչը ձեզ մղեց դեպի համայնքապետարան այս հետաքրքիր ոլորտը համակարգելու։ Նախ ասեմ, որ երբեք չեմ պատկերացրել, որ մի օր կաշխատեմ պետական կառույցում, աշխատել եմ իհարկե այլ պետական կառույցներում, հմանկապատանեկան արվեստի պալատում կամ արվեստի հետ առնչվող այլ կառույցներում, բայց որ համայնքապետարանում մի օր կհայտնվեմ, բացարձակ չէի պատկերացնում եւ նպատակ էլ չունեի որպես այդպիսին։ Սիրել եմ հասարակական գործունեությունը, զբաղվել եմ հասարակական գործունեությամբ, զբաղվել եմ մշակութային գործունեությամբ, որը ինձ գերագույն հաճույք է պատճառել եւ հենց այս բաժնում առաջարկ ստանալով աշխատելը հենց զբոսաշրջությունը գրավեց եւ գրավեց, որ կարող եմ ինչ-որ միտեղ նպաստել, որպեսզի կրթությունս, կարողություններս համատեղեմ եւ կարողանամ օգտագործել իշահ նաեւ ազգին, հանրությանը,
եւ ինչու՞ չէ նաեւ կատարելագործվում, որովհետեւ կա ինչ որ մի հատված կյանքում, որ դու զգում ես, որ դու այդտեղ սպառվել ես։ Քեզ ինչ որ մի նորություն է պետք, մարտահրավեր է պետք, որպեսզի դու կարողանաս այդ մարտահրավերը հաղթահարես ու ավելի հմտանաս ինչ որ միտեղ։ Իսկ այն որ մեծ հաշվով ոլորտը բավականին բարդ ոլորտ է, հետաքրքիր լինելով հանդերձ բավականին բարդ եւ բավականին անելիքներ պահանջող ոլորտ է, հատկապես երբ որ մենք խոսում ենք համայնքային մակարդակում, օրինակ մեր գյուղական բնակավայրերի մասին է խոսքը, ուզում եմ հասկանալ չվախեցրեց արդյոք այդ մարտահրավերը ձեզ, որովհետեւ անելիքները մեծ հաշվով բավականին շատ էին։ Տեսեք Լիլիթ, տեսակով վախկոտ չեմ։ Սիրում եմ մարտահրավերներ, նամանավանդ եթե տեսնում եմ, որ ես այդտեղ կարող եմ ավելի ինչ-որ մի քայլ բարձր գնալ։ Չեմ վախեցել ընդհանրապես, բայց դժվար է եղել։ Դժվար է եղել այն առումով, որ մի պահ դու գիտես, որ դու անմիջապես քո ձեռքում չէ։ Այսինքն հասարակական գործունեության ժամանակ ինչ որ միտեղ դու ես որոշում կայացնողը։ Այո, դու որոշում կայացնող ես, դու նախաձեռնող ես, դու կարող ես ծրագիր առաջարկել, համոզել, եթե ծրագիրը լավն է, բայց միևնույն ժամանակ դու վստահ ես, որ դիմացինը այդքան լավ պատկերացնում է այդ ծրագրի իրագործման ավարտման փուլում ինչ է ունենալու։ Միշտ չէ, որ դու կարողանում ես լիարժեք քո պատկերացումներով փոխանցել այն ամեն ինչը, ինչ որ դու տեսնում ես, հա, երբ որ դու մշակութային գործունեությամբ զբաղվող, այսպես Գյումրվա բարբառով ասած, ուղն ու ծուծով մշակույթի մեջ ես եղել, դու աչքերդ փակ, թե բաց դու տեսնում ես այդ ծրագիրը իրագործման բոլոր փուլերում ու զարգացման բոլոր փուլերում։ Միայն դա է դժվարությունը եղել, բայց բարեբախտաբար ես ունեմ շատ լավ այսպես թիմ ու ստացվել է այդտեղ, չգիտեմ, չեմ կարող ասել ծրագիրն է լավ եղել, առաջարկն է լավ եղել, թե խոսքն է համոզիչ եղել, բայց ստացվել է մի քանի ծրագրեր իրականացնել, որոնք եղել են անմիջապես իմ առաջարկով։ Կա այսպիսի մի ոչ միանշանակ կարծիք, որ սովորաբար երբ դու բավականին մեծ փորձառություն ունես հասարակական դաշտում, հետատեղափոխվել արդեն համայնքային կամ պետական ոլորտ, ինքը մի փոքր ավելի ուրիշ մտածելակերպ կամ գործիքակազմ է պահանջում քեզանից եւ երբեմն ասում են, որ հասարակական դաշտում աշխատող մարդիկ միգուցե լիարժեք չպատկերացնեն այն բոլոր սահմանափակումները եւ շրջանակները, որի մեջ պիտի աշխատեն օրինակ համայնքային կամ պետական ոլորտում։ Ձեզ օգնել է թե խանգարել ձեր նախկին աշխատանքային փորձը։ Փորձը խանգարել է, բայց որոշում կայացնելու մասով օգնել է։ Այսինքն դու այստեղ սովորում ես մեկ քայլ հետ գնալ, այսինքն սովորում ես թիմային աշխատանքին, ճիշտ է, հասարակական գործունեության մեջ կա թիմային աշխատանք, բայց այստեղ փոքրինչ այլ է։ Փոքրինչ չէ, շատ այլ է։ Շատ մեծ է տարբերությունը։ Ես ուզում եմ նաև մի փոքր անդրադարձ ունենանք որպես կին այն բոլոր մարտահրավերներին, որի առջև կանգնած է յուրաքանչյուր որոշում կայացնող դիրքում հայտնված կին, որոնք են այն մարտահրավերները, որոնք այս դաշտում դուք երբևէ առնչվել եք։ Մարտահրավերներ չեմ կարող առանձնացնել, բայց աշխատանքի բերումով փոփոխություններ կան, որոնք անհրաժեշտ են, որպեսզի դու յուրացնես։ Այսինքն ցանկացած նոր աշխատանքի գնալով դու չես կարող ասել, որ ես կրթություն ունեմ, ես ունեմ բարձրագույն կրթություն կամ ինչ-որ դիպլոմ, այստեղ վերապատրաստվել եմ, այստեղ աշխատել եմ ու կարող եմ միանշանակ մտնել գործի մեջ, չէ։ Դու առաջին իսկ օրվանից բախվում ես այդ բարիերին, այսպես ասած, որը քեզ մաղում է կամ նոր գնալ դեպի կրթություն, որպեսզի սովորես, կարողանաս նոր հմտություններ, գիտելիքներ ձեռք բերես, որպեսզի կատարես այդ աշխատանքը կամ ուղղակի նստես եւ կատարես այն փոքր գործողությունները, որոնք ի պաշտոնե քեզ տրված են։ Մեխանիկական աշխատանք։ Այո, կարող ես ի պաշտոնե տրված գործողությունները ասել, ես պաշտոնի անձնագրով ունեմ այս լիազորությունները, այս պարտականությունները եւ կատարես միայն դրանք, կամ սովորես, պրպտես, աշխատես, որպեսզի եւ ավելի լավ կատարես աշխատանքդ եւ միևնույն ժամանակ առաջարկություններով հանդես գաս, որը կարող է այդ աշխատանքում շատ պետք չգալ, բայց քեզ մոտակա ժամանակահատվածում տանել այլ ուղով եւ դու մի օր հայտնվես այլ տեղում։ Ինչպիսի կանայք ունենք այսօր համայնքներում, ովքեր են այդ կանայք, ինչ մողումներ ունեն, ձգտումներ ունեն, ինչպես են փորձում առերեսվել մարտահրավերների հետ։ Ինչպես բոլոր կառույցներում եւ բոլոր պետական եւ մասնավոր սեկտորում ունենք երկու տեսակներ։ Եթե
առաջնորդ տեսակ է, եթե տեսակով որոշում կայացնող է, ինքը ուշ թե շուտ հայտնվելու է այն տեղում, որտեղ ինքը լինելու էր։ Այսինքն զսպված լինել, աշխատել եւ ապացուցել, որ դու վաղը մյուս օր կարող ես որոշում կայացնող դառնալ ու ապացուցել, որ այո, քո խոսքը տեղին է, հետեւաբար դու կլինես այնտեղ, որտեղ որոշում կայացնողներն են, կապ չունի դու սեռային տարբերությունը կինես թե տղամարդ։ Եվ շատ կարևոր է, որ ես բաժնով օրինակը բերեմ, որ մեր մոտ այսպես համաչափ ոնց որ զարգացվածություն լինի եւ տարբերություն չենք զգում ընդհանրապես որոշում կայացնելու ժամանակ թիմով ենք այդ աշխատանքը կատարում եւ չենք զգացել այդ տարբերությունը երևի բախտեվիճակվել նման թիմում աշխատելը եւ շատ ուրախ եմ որ դա այդպես է, որովհետեւ երբեմն մենք ավելի ամբիցիոզ ենք երևի կանայքս, ավելի սիրում ենք, որ մեր ձայնը լսելի լինի, մեր որոշումը ավելի ընդունված լինի եւ հաճելի է, որ դա ի կատարեացվում։ Նաև ուզում եմ անդրադառնալ կրթության բաղադրիչին, մենք մի փոքր զրույցի ընթացքում դուք արդեն անդրադարձաք ինքնակրթության դերի մասով, բայց ուզում եմ հասկանալ ինչպես եք վերաբերվում այսօր ընդհանրապես այն կրթական բոլոր չափորոշիչներին, չափանիշներին, որոնք մեծ հաշվով գոյություն են ունեցել եւ արդյոք մենք բավարար կարող ենք համարել ուղղակի մասնագիտություն ձեռք բերել բուհում եւ այսքանով բավարարվելը։ Շատ պարտադիր է բարձրագույն կրթություն ունենալը, բայց բարձրագույն կրթություն ունենալուց հետո դատարկել եւ ասել ես ունեմ բարձրագույն կրթություն եւ դիպլոմ եւ չշարունակել կատարելագործվել, այդպես կստացվի, որ դու կթոփես նույն տեղում եւ չես ունենա այն կարիերային աճը, որը ցանկալի էր, որ դու ունենայիր։ Հնարավոր չէ ընդհանրապես առաջխաղացում ունենալ եւ չաշխատել քո վրա։ Սկսած հանրային խոսքից, հաղորդակցման հմտություններից շատ կարևոր է, որովհետև դու գործ ունես համայնքի բնակիչների հետ։ Այսպես թե այնպես դու առնչվելու ես իրենց հետ։ Քո անմիջապես շահառու չասեմ, բայց այդպես է ստացվում, շահառուները իրենք են։ Ավականու նիստեր, որտեղ դու հաղորդակցում ես ավականու անդամների հետ, ներկայացնում ես ծրագրեր, հաշվետվություններ եւ այդ ժամանակ քո խոսքը պետք է լսելի լինի։ Նաև պետք է համապատասխանի բոլոր չափանիշներով, ժեստիկուլյացիա, խոսք, արտաքին տեսք եւ դրանք բոլորը ժամանակի ընթացքում դու պետք է ձեռք բերես քո ինքնակրթությամբ։ Եթե մենք փորձենք մի փոքր անդրադառնանք ձեր մասնագիտական ձեռքբերումներին, կարող եք նշել ձեր անցած ճանապարհի ընթացքում որն է եղել այն ամենակարևոր ձեռքբերումը, որը դուք այսօր կարծում եք ճակատագրական պահեր եւ որոշիչ էր ձեր կյանքում, որից հետո ձեր կյանքը լրիվ ուրիշ ուղղությամբ գնաց եւ դուք մեծ հաշվով հասաք այն նպատակներին գոնե մասամբ, որին դուք ցկտում էիք։ Այդպես բեկումնային հատվածը եղավ իմ առաջի ցուցահանդեսը, որին ես այդպես շատ դժվարությամբ կարողացա առաջի քայլը անել, որ տեսակով համարձակ եմ, բայց կոնկրետ այդ մասով շատ դժվար եմ որոշում կայացրել, նույնիսկ կողքից ինձ մղել են այդ որոշմանը, որովհետև ես շատ դժվար եմ երևի վերաբերվում կամ բարդ եմ, շատ սրտին մոտ եմ ընդունում քննադատությունները։ Այսինքն ես շատ էի ուզում, որ ամեն ինչ իդեալական լիներ ու անընդհատ աշխատում էի այդ ուղղությամբ, որպեսզի շատ լավ ստացվեր, շատ լավը լիներ ու հենց այդ բեկումնային պահը այդ ստացվեց, որ այո, ես քայլ արեցի, համարձակություն արեցի, որովհետև այսօր արվեստի ոլորտը այնպիսին է, որ ժամանակակից արվեստը եւ մեր ավանդույթները մի փոքր կարող են իրար խանգարել։ Այսինքն ես կոնկրետ աշխատում էի հայ արվեստով, հայկական տարազի, զարդանախշերի, գորգերի հանրահռչակման ծրագրերով, որոնք հնարավոր է ճիշտ չընկալվեին կամ միևնույն ժամանակ կային ավելի արհեստավարժ մասնագետներ, ովքեր կարող էին քննադատության արժանացնել եւ ես կուզենայի, որ հասցնեի այն մակարդակին, որ չլինեին այդ քննադատությունները, բայց գալիս է մի պահ, որ դու հասկանում ես, որ այդպես չի կարող լինել։ Դու պետք է աշխատես, քննադատվես ու հիմք վերցնես այդ քննադատությունը ու կարողանաս դրանք շտկելով առաջ գնալ։ Դա էր կարծում եմ ամենակարևորը, որ ես կարողացա ասել, որ այո, ես եմ, ես կարող եմ ու դուրս բերեցի իմ աշխատանքները հանրությանը, որոնք բավականին լավ եւ բուռն ընդունվեցին։ Իհարկե մյուս տարբերակներն էլ ունեցա, բայց քննադատության տեսքով չգիտես, ունեցել եմ առաջարկի տեսքով, որ այ կարելի էր այս մեկը այսպես անել, այնպես անել ու դրանից հետո այլ գաղափարներ են ծնվել, որոնց համար ես շնորհակալ եմ բոլորին։ Իրականում, երբ որ մենք խոսում ենք արվեստի մասին, այստեղ քննադատությունները ավելի կառուցողական են երբեմն լինում,
քան եթե համեմատությամբ տանենք համայնքային դաշտը, որտեղ քեզ բացառապես ընկալում են որպես համայնքային պաշտոնյա եւ երբեմն լինում են որոշակի որոշումներ, որոշակի գործողություններ, որոնք ոչ բոլորի համար կարող են ընդունելի լինել կամ միգուցե հարցեր առաջացնեն։ Ինչպես է փոխհարաբերվում նմանատիպ քննադատությունների մասով կամ բնակիչների հետ համագործակցության կամ բացատրելու մասով եւ ինչպես է տեղի ունենում այդ կոմունիկացիան, որպեսզի հնարավորինս պարզ լինի, թե որն է ձեր գործողությունների մեջ գերակա շահը։ Գերակա շահը միանշանակ դա մեր բնակիչների շահն է։ Այսպես թե այնպես մենք աշխատում ենք, որպեսզի բավարարենք իրենց պահանջները։ Իհարկե լինելով գյուղական համայնք բնակավայրերի շատ բարդ են, որովհետև խնդիրները շատ են եւ բնակիչները երբեմն էմոցիոնալ են վերաբերվում այդ ամեն ինչին, փոքրիկ խնդիրը կարող է իրենց հունից դուրս բերել եւ բավականին ագրեսիվ կամ պահանջատեր հանդերձ գալ։ Այս դեպքում կարող եմ ասել, որ ինֆորմացիայի պակասն է։ Այսինքն, երբ որ բնակիչը տեղեկացված թե չէ համայնքի հիերարխիկ կարգին, չգիտի թե որ բաժին պիտի մոտենա, որտեղ պիտի հարցի լուծումը ստանա, այս դեպքում ստացվում է, որ իրենք ավտոմատ կարծում են, որ իրենք չեն ստանալու այդ պատասխանը եւ փողոքով են գալիս պարտադիր։ Շատ հեշտ է բնակչի հետ աշխատելը, երբ որ դու ուզում ես, որ իրեն օգնած լինես։ Երբ որ դու չես ուզում իրեն օգնած լինել, բնականաբար բարդ է լինում, բայց երբ որ դու լսում ես քաղաքացուն բնակչին, հասկանում ես իր խնդիրը եւ բացատրում ես, ժամանակ է պետք, ուղղակի ժամանակ է պետք տրամադրել։ Երբ որ տրամադրում ես այդ ժամանակը, ուղղորդում ես, բացատրում ես, մի հատ էլ փոքրիկ հեռախոսահամար ես տրամադրում, որ ցանկացած բարակայում դու կարող ես հետադարձ կապ հաստատել, մի հատ ճշտում անել, այդ մի ժպիտը այդ մի շնորհակալությունը արդեն իսկ քո ամբողջությամբ փոխում է եւ դու զգում ես, որ դու կարող ես էլ ավելի շատ անել։ Քանի որ մենք ամենասկզբում հարցազրույցի խոսեցինք ձեր բաժնի բավականին երկար եւ ծավալուն անվան մասին, բնականաբար խոսքը միայն բառերի մասին չէր, այլ նաեւ այն բոլոր բաժինները, որը միացված են այդ համակարգային բաժնի մեջ, ուզում եմ հասկանալ, թե ինչքանով է հեշտ աշխատել, երբ պատասխանատվության բավականին խտացված տիրույթում ես աշխատում, այսինքն տարբեր ոլորտներ այնուամենայնիվ խաչվում են իրար հետ եւ այդ ամբողջ խաչմերուկներում ինչպես է կարողանում համակարգել այդ ամբողջ աշխատանքը։ Հեշտ, շատ հեշտ, որովհետև այդ բոլոր առանձնացված ոլորտները դրված է կոնկրետ X անձնավորության վրա, այսինքն բոլորը չէ, որ զբաղվում են բոլոր գործառույթներով, քեզ մնում է միայն վերահսկելը եւ հաշվետվություն տալը։ Այսինքն դու ունես առաջատար մասնագետներ, դու ունես առաջի կարգի մասնագետներ, գլխավոր մասնագետներ, հետո նոր հիերարխիկ կարգով բաժնի պետը, դրանից հետո նոր աշտեն համայնքի ղեկավար եւ տեղակալներ եւ համայնքի ղեկավար։ Ստացվում է, որ ենթադրենք գովազդի օրինակով բերեմ, գովազդի պարտականությունները դրված է X անձնավորության վրա։ Հետեւաբար ինքը կատարում է աշխատանքը, քեզ մնում է միայն վերահսկել, նայել, երբեմն նաեւ դա էլ չանել, որովհետեւ դու գործ ունես, արդեն գիտես որ պետք է թե պետք չէ պատասխանատու անձնավորության հետ ստորագրություն եւ վերջ չարժե բարդացնել մարդկային ռեսուրսների տեսանկյունից բավարար է այն մարդկային ռեսուրսները, որոնք այսօր առկա են տվյալ բաժնում, կոնկրետ օրինակ զբոսաշրջության մասով, որպեսզի այդ ձեր նշած 33 բնակավայրերի սպասարկումը տեղի ունենա։ Շատ ցավոտ հարց տվեց Լիլիթ։ Զբոսաշրջության մասով ոչ, որովհետև ես երևի կուզենայի, որ զբոսաշրջությունը որպես առանձին բաժին ներկայանար իր ստորաբաժանման մեջ ներառված աշխատակիցներով, որովհետև այսօր զբոսաշրջությունը այն կարևոր շարժիչ ուժն է պետության, որով դու հանրահռչակում ես քո պետությունը, համայնքը, քաղաքը աշխարհով մեկ աշխատանք շատ կա տանելու ու ստացվում է որ երբեմն այո ոլորտը տուժում է ստացվում է որ ես պետք է այլ աշխատանք կատարեմ չեմ հասցնում այն աշխատանքները կատարել ու միշտ զբոսաշրջությունն է տուժում իմ բարակայում բայց փորձում եմ այնպես անել որ մինիմալի հասցնել այդ վնասը, այսպես ասեմ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ Հասմիկ հետաքրքիր զրույցի համար։ Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր մեծագույն ներքին մղումով են լծվում համայնքային գործին, իրենք լիարժեք գիտակցում են դրա կամավոր կողմը եւ այստեղ բացառապես աշխատանքի մասին չի միայն խոսքը կամավոր նվիրվածության մասին է։ Ես ցանկանում եմ, որպեսզի հաջողությունները միշտ ուղեկից լինեն ձեզ եւ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ բաց տեքստով հեռուստացրագիրն իրականացվում է նոր ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ։ Կհանդիպենք։